Մեկը էշեշ խոսում էր, մյուսը էշեշ լսում էր եւ էշեշ հարցեր էր տալիս։ Եվ հետո էշեշ համաձայնվում էր։ Եվ այդպես համատարած էշություններ։ Ուրեմն Արծունը Գերտրուդա անով մի օպերացիայի մասին ասում, որով որ գերմանական բանակը պետք է գրավեր Թուրքիան, ստեղծեր մեծ Հայաստան, բանտիկը կապեր ու ասեր հայեր եկեք ապրեք։ Հիմա ասես, եղբայր քո տեղ կարող է հոգեբուժարանն է։ Արծուն Հովհաննիսյանը բերանը ջուրը առել, գիտեք խի։ Ասում են 44 օրից հետո որ ճողոպրել էր, իր ծառայությունների համար մատուցած մի հավաբուն էին Ամերիկայում նվեր տվել։ Այսինքն քաղաքակալում էր կարգին վիլայատի։ Հավաբուն, ասել են հեսա գնա վերենգի տեղ։ Հիմա երևի թե այդ հավաբունը մի գոմի է, այսինքն չափերը մեծացել է, կարող է մի գոմ է։ Դա համար հիմա այն ինչ որ ասում են լրիվ կեղծիքների դաշտից է։ Իդեպ Հայաստանում ես չեմ բացառում, որ այո կան մարդիկ, որոնց պապերը եւս ծառայել են գերմանացիներին, որոնց գործը կոլաբորանտ։ Այսօր շարունակում են իրենց թորները։ Այսօր մեր ժողովրդների ճակատագիրը թմրամոլներն են որոշում։ Իդեպ ասեմ, սա պատահական չի։ Հատուկ ընտրված են թմրամոլներ, մարդիկ, որոնց պապերը նացիստական Գերմանիայի կամ կադրային սպաներ են եղել, բանակի զինծառայողներ կամ գործակալներ, կոլաբորանտներ։